Եվ այսպես ամիսներ շարունակ բարձրաձայնած միավորման առաջարկը տեղ հասավ ընդդիմությանը, գոնե մի մասը հասկացել է դրա կարևորության մասին ու առաջարկը արհանջել Սամվել Կարապետյանի կողմից միավորում կազմակերպել միասնական բոլոր թևերին, բոլոր ընդդիմադիրներին։ Ես անկեղծորեն հույս ունեմ, որ սա չի դառնա հերթական տենց նեղ ուսկի կրուգի յուրայինների այսպես խումբ թիմ, որտեղ ինչ-որ մարդիկ կհավաքվեն, որոնք նույնանման ցանկություններ ունեն կապված վեկտորի հետ, զուտ միայն դրա այդ հիմքով չեն հավաքվի մարդիկ, որովհետև մենք իսկապես հիմա կարիք ունենք մեծ փոփոխությունների եւ ես կարծում եմ որ հնարավորության դուռը դեռ փակված չի, դեռ բազմաթիվ հնարավորություններ է ստեղծելու Նիկոլ Փաշինյանը, որպեսզի մեր հասարակությունը հասկանա թե ինչ դժողքի առաջ ենք մենք կանգնելու եւ հետեւաբար Նիկոլ Փաշինյանի գործողությունները կանխելու, կանխարգելելու համար մենք կարիք ունենք իսկապես միասնական ճակատով հանդես գալու, այն ինչի մասին մենք երկար ժամանակ ոչ միայն հանրայնորեն խոսում ենք, այլև տարբեր ուժերի հետ հանդիպումների ժամանակ բարձրացնում ենք անկախ նրանից թե մենք կիսում ենք այդ քաղաքական ուժերի լայն իմաստով իրենց պատկերացումները, թե չենք կիսում։ Եվ հիմա ամենակարևորը, որպեսզի այստեղ հավաքվեն շատ տարբեր ուժեր, թե չգիտեմ, քաղաքական իրենց պատկերացումներով, թե ծրագրային իրենց պատկերացումներով շատ տարբեր ուժեր այստեղ հավաքվեն։ Եվ ամենակարևոր հարցը, որպեսզի հիմնական նպատակը դրված չլինի մեկին հեռացնել, մեկ ուրիշ անձի բերել, կարգել մեզ թագավոր։ Չի աշխատելու, որովհետև այս պրոյեկտը չի աշխատելու, եթե դա է լինելու նպատակը։ Մեծ իմաստով, լայն իմաստով նպատակը պիտի դրված լինի այնպիսի փոփոխություններ, բերել, առաջարկել մեր հանրության այնպիսի փոփոխություններ, որի պայմաններում այլևս երբեք Նիկոլ Փաշինյան չի վերարտադրվելու։ Ինչպես է դա կարելի անել, բացառապես միայն մի ձևով։ Դա սահմանադրական փոփոխություններ են, ուրիշ տարբերակ ցավոք սրտի չկա, ուղղակի չկա։ Եթե այս առաջարկի հիմքում դրված է այն տրամաբանությունը, որ եկեք բոլորդ հավաքվեք, որ Սամվել Կարապետյանին դարձնենք մեր կամ իր թիմից որից մեկին դարձնենք թագավոր, դա չի աշխատելու։ Եթե տրամաբանությունը նրա մեջ է լինելու, որ եկեք բոլորս հավաքվենք, ստեղծենք ժամանակավոր կոալիցիոն կառավարություն եւ բերենք սահմանադրական փոփոխություններ, այնպիսի սահմանադրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան կանխելու ամբողջական իշխանության ուզուրպացիան, ստեղծեն բալանսներ, հակակշռներ, սա իսկապես կաշխատի։ Ես գիտեմ, որ նաև ձեզ, ինչպես եւ մեզ, բազմաթիվ մարդիկ այսպես խորհուրդներ են տվել այս ամբողջ ընթացքում, թե ընտրություններին ընթառաջ, թե նախընտրական փուլում, թե մեր ժողովուրդը մենակ ուզում է լսի իր, չգիտեմ, ասենք 10,000 դրամ ավել թոշակի վրա ավելացնելը կամ չգիտեմ ինչ է, այդպես չի, իրականում այդպես չի։ Այդ խորհուրդ տվողները իրականում կյանքից կտրված են ապրում, որտեղ մեր հասարակությունը օրինակ 18 թվականին ինչ անուն ուզում են այդ process-ին դնեն, միևնույն է հասարակությունը դուրս էր եկել փողոց, որովհետև դժգոհ էր այն համակարգերից, որոնք գոյություն ունեն, այն իրավիճակից, որը գոյություն ունի։ Հիմա ես վստահ եմ, որ մեր հասարակությանը կարելի է մոբիլիզացնել մենակ մի բանի շուրջ։ Դա առաջարկն է մեր սեփական ժողովրդին, որը թույլ կտա կանխել այս process-ների եւ դա կարելի է անել բացառապես միայն միասնական ուժերով, որտեղ կմիանան իրար թե արևմտամետ ուժերը, թե ազգային ուժերը, թե չգիտեմ ասեք то ռուսամետ ուժերը, то չինամետ ուժերը, то բոլոր ուժերը իրար հետ միտեղ կմիանան, բայց մի կողմ կդնեն իրենց այդ նախասիրություններն ու այդ իրենց սիմպաթիաներն ու անտիպաթիաները ու առաջ կտանեն բացառապես միայն մի խնդիր, դա սահմանադրական բովանդակային փոփոխություններն է։ Իմ գործընկերներից մեկը լավ հարց տվեց մեծ բանավեճի ժամանակ, ասեց ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հիշում եք հնչեցրած շատ սարսափելի մի հարցի, ինչի դու չես զոհվել, հարց տվեց, ասեց բա դու ինչ ես Ես մի քիչ կձևափոխեմ ընկերոջս հարցը ու կասեմ ոնց է լինում, որ ամեն անգամ մեզ մոտ ծնվում են մարդիկ, որոնք կարողանում են քաղաքականապես բնականաբար ծնվում են մարդիկ, ովքեր կարողանում են ուզուրպացնել այդ իշխանությունը, հարցը պատասխանը շատ պարզ է, որովհետև գործող սահմանադրությունները բոլոր ժամանակներում թույլ են տվել իշխանությունը ուզուրպացնել եւ սա կանխելու որևէ մեթոդ, որևէ միջոց ուղղակի չկա։ Եվ հետեւաբար իհարկե շատ կարեւոր է, ես ողջունում եմ, որ հասել են այդ մտքին, որ միասնական ճակատով հանդես գալը կարևորագույն խնդիր է, ուրախ եմ եւ ողջունում եմ, որ նման առաջարկ արվել, հիմա ինձ անպայման կասեն, այսա մի հատ էլ մի գլուխ էլ ավելացավ
ինչ են ասում երրագլուխ, չգիտեմ ինչին, ոչ մի բան չի ավելացել, որովհետև մենք այս պահին իմ խորին համոզմամբ պիտի մի կողմ դնենք մեր նախասիրությունները, մեր սիմպաթիաներն ու անտիպաթիաները, եթե իսկապես մեր հայրենիքը, մեր պետությունը, մեր Հայաստանը մեզ համար կարևոր է։ Հիմա մենակ մի հատ հարց կարանք լուծենք։ Մենք միավորվենք, որպեսզի կարողանանք փոխենք սահմանադրությունը եւ սրա շուրջ կարելի է համախմբել ժողովրդին, որովհետև այն ինչ որ անելու է սրանից հետո Նիկոլ Փաշինյանը, լինելու է այդ գործող սահմանադրության բաց թողումները, բաց թույլ տեղերը, որոնց ինքը շրջանցելով, իսկ առանձին դեպքերով նաև հենց առանց բաց տեղերը առհասարակ սահմանադրությունը շրջանցելով կարողանալու է իր այս ուզուրպացիան իշխանության կարողանալու է կյանքի կոչել ամենավատթարագույն սցենարը մեզ համար ստանալու նպատակով, հա, թշնամիներին ծառայելու նպատակով։ Հետևաբար ես կոչ կանեի բոլոր առողջ ողջամիտ ուժերին համախմբվել ոչ թե Սամվել Կարապետյանի անձին թակավոր կարգելու շուրջ, այլ որոշելու, քննարկելու եւ այո շատ լավ բան եք առաջարկում բաց հարթակներում քննարկելու թե ինչ փոփոխությունների կարիք ունենք մենք, որպեսզի կարողանանք կանխել այս կործանումը։ Եթե դուք իսկապես պետության համար եք ցավում, եթե ձեզ համար իսկապես Հայաստանը կարևոր է, իսկ ես կարծում եմ, որ դուք ցավում եք, պարոն Կարապետյան, Հայաստանի համար, որովհետև ես Արցախում պատերազմի ժամանակ տեսել եմ ձեր կառուցած օրինակ հիվանդանոցը ու անկեղծորեն միջև ես վերջերս չէի իմանում, որ դա դուք եք արել, իսկ եթե մարդը կարողանում է այդքան մեծ ներդրումներ անել, եթե մարդը կարողանում է լռել դրա մասին, որտեղ մեր միջավայրում տենց մի տեսակ ընդունված չի, չէ, ով ինչ անում է, դարձնում է դրոշակ ու այդ դրոշակը առած վազվզում է այս կոմենքում, բայց այս մարդը կարողացել է մեծագույն ով տեսել է ինքը կհասկանա ես ինչի մասին եմ խոսում, մի հսկայական խոսքը միայն տարածքի մասին չի, խոսքը նաև այլ մեջի աբարդովնի բանի մասին այլ հսկայական պրոյեկտ է, ու էլի բազմաթիվ պրոյեկտներ է մարդ արել ու մենք ոչ մեկս դրա մասին չենք իմացել։ Հետևաբար ես չեմ կասկածում, որ պարոն Կարապետյանը օրինակ սրտացավ է Հայաստանի նկատմամբ, ուզում է ինչ-որ բան արած լինի, բայց ամենալավ բանը, որ դուք կարաք հիմա անեք, պարոն Կարապետյան, դա մի կողմ դնեք ձեր ամբիցիաները եւ ստեղծեք մի միջավայր, որտեղ մենք կսկսենք հիմքը դնենք, սկիզբ դնենք մեծ հայկական պրոյեկտի, որտեղ մեր պետությունը կկարողանա լինել հարատև, կլինել ամուր, լինել զարգացող, իսկ ժամանակավոր կառավարության իր գործունեությունը իրականացնելուց հետո մի տարի կլինի, չգիտեմ, 6 ամիս կլինի, մի տարի կլինի, 10 ամիս կլինի, ու մի տարուց ոչ ավել։ Դրանից հետո կարող են կազմակերպել ընտրություններ, որից հետո ժողովուրդը ում ձայն կտա եւ արդար ընտրություններ, թափանցիկ ընտրություններ, ոչ թե sense խուլիգանական ինչ-որ պրոցեսներ, որտեղ ակնհայտ է, որ հակասահմանադրական գործողություններ են տեղի ունեցել։ Դրանից հետո կարող են ում որ ժողովուրդը կընտրեց, ով կլինի առաջնայինը, ով կլինի հաղթողը, նայել թող կառավարի որոշի թե հաջորդ 5 տարին օրինակ ինչ ուղղությամբ են զարգանալու, որտեղ ժողովուրդը իրանց ձայն է տվել դրա համար։ Նորից օրինակ ինչպես առաջարկում էր բոլորին դեմ եմ թիմը, վարչապետն էլ օրինակ չի ունենա, նորից պարտավորություն կարող է վերցնել ինչ-որ ժամանակ կամ գոնե այդ ընտրությունները կազմակերպելու պարտավորություն ունենա, թափանցիկ ու չմասնակցելու նաև այդ ընտրություններին պարտավորություն ունենա, մենք կապահովենք, որպեսզի վարչապետը օրինակ չունենա հետաքրքրություն, շահագրգռվածություն իր թիմի համար աշխատել, այսինքն ադմինիստրատիվ ռեսուրսը անխնա օգտագործել եւ պետական բյուջետը անխնա օգտագործել իր թիմի կամ իր անձի հետ կապված փոխկապակցված թիմերի համար։ Կան տարբերակներ, եկեք հավաքվենք, քննարկենք, ես կարծում եմ, որ շատ են ուշանում, եթե մի շաբաթ անցել է, համարյա մի շաբաթ անցել է ու դեռ արձագանք շարժ գործնական ինչ-որ բան չկա, ինձ սա հեչ դուր չի գալիս, ավելին ասեմ, գուցե կարիք կա հանդիպելու, խոսելու, քննարկելու այլ տարբերակներ, հա, այլ բանաձևեր, այլ պրոցեսներ, մի խոսքով խոսելու շատ բան կա, ես հույս ունենամ, որ իրանք տենց մեջդու սաբույջիկի տրամաբանության մեջ չեք որոշել, որ այս պրոցեսները իրականացնելու եք, լավ եղեք, ուժեղ եղեք, ժողովրդին ծով համբերություն, այն մարդկանց, ովքեր իսկապես կարող են ազդեցություն ունենալ այս պետության կայացման, զարգացման հարցում, բոլորիս ողջամտություն, որովհետև հիմա անձնական ամբիցիաները առաջ բրդելու հարց չի, դրա ժամանակը չի, մենք շատ ավելի կարևոր աշխատանք ունենք անելու, մինչև հանդիպում։